եւ այսպես ՖԴՊ-ը գալիս է Հայաստան։ UEFA-ն ունի տարբեր կրթական ծրագրեր, որոնց միջոցով UEFA-ի անդամ ասոցիացիա հանդիսացող ուրեմն երկրներում իրականացնում է տարբեր կրթական ծրագրերով ուսուցում, որպեսզի ամբողջ Եվրոպայում ֆուտբոլային համայնքի տարբեր ներկայացուցիչները մտածեն միատեսակ, ունենան նմանատիպ կրթություն եւ բժշկական առումով էլ կա այդպիսի ծրագիր, որը կոչվում է ֆուտբոլային բժշկի կրթության ծրագիր, ՖԴՊ, Football Doctor Education Program, եւ սա այն կարևոր ծրագիրն է, որ յուրաքանչյուր տարի UEFA-ն կազմակերպել է եվրոպական մի քանի երկրներում, որտեղ Հայաստանից էլ մասնակցություն եղել է նախկինում եւ ամբողջ Եվրոպան, այսպես ասած, ֆուտբոլային բժշկությամբ շնչող բժիշկները բոլորը հավաքվում են այնտեղ։ Այս տարի մեր հայտի բավարարման արդյունքում, ինչպես նաև մեր դեպարտամենտի նախորդ 3 տարիների անցած ճանապարհը հիմք ընդունելով եւ նաև ֆուտբոլային բարեփոխումները եւ ֆեդերացիայի աջակցությունը հենց այդ ֆուտբոլային բժշկության բարեփոխումներն իրականացնելու առումով հաշվի առնելով, UEFA բժշկական ծառայությունը որոշել է, որ 2026 թվականի ՖԴՊ-ը, այսինքն Football Doctor Education Program-ը պիտի իրականացվի Երևանում։ Եվ այս տարի փետրվարի հենց սկզբին Երևան անժամանելու 55 ասոցիացիաների գրեթե մեծ մասի ազգային հավաքականների բժիշկները, իդեպ բժիշկներ, որոնք նաև ֆուտբոլային աշխարհում հայտնի շատ ֆուտբոլիստների բժիշկներն են։ Գալիս է Պորտուգալիայի հավաքականի բժիշկը, ով նաև Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ է եղել Հայաստանում, գալիս է Խորվաթիայի բժիշկը, ով Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ է եղել, մի դեպքում երբ Ռոնալդուն է եղել, մյուս դեպքում երբ Մոդրիչն է եղել, Հայաստան է գալի Նորվեգիայի ազգային հավաքականի բժիշկը, ով հենց Հալանդի բժիշկ, եւ այդպիսի շատ մարդիկ Մինչև 2022 թվականը, մինչև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմում բժշկական դեպարտամենտ ստեղծելը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլի հրավերներ ստացել է, որպեսզի մասնակցի տարբեր երկրներում անցկացվող ծրագրերին, մեկական մասնակից է եղել, սակայն ցավոք մինչ այդ քննական գործընթացը հաղթահարող մասնակիցներ մենք չենք ունեցել։ 22-ից սկսած մի տարի է եղել, որ մի հոգի ենք ունեցել, հաջորդ տարին 2 հոգի ենք ունեցել, երբեմն նաև հավելյալ էքստրա տեղով UEFA բժշկական ծառայությունը հնարավորություն է տվել մեզ։ Այս տարի 8 մասնակից ունենք, ինչը աննախադեպ է մեր համար։ Ուսումնական process-ից հետո յուրաքանչյուր անգամ նաև քննություն կա եւ քննության հաղթահարման արդյունքը նաև նպաստում է եւ տալիս է հնարավորություն տվյալ երկրին, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի մենք ինքնուրույն կասկադային մակարդակով անենք ազգային հավաքականների մնացած աշխատակիցների եւ այդ թվում ֆուտբոլային ակումբների համար, որոնց նաև մեր շնորհիվ տրվել է այդ հնարավորությունը, որպեսզի նրանց ներկայացուցիչները նույնպես մասնակցեն, սովորեն վերջին 3 տարիների ընթացքում, երբ Հայաստանի տարբեր տարիքային ազգային հավաքականները գնացել են այս կամ այն երկիր, շատ արագ ես կոմունիկացիա եմ ունեցել հենց այդ երկրների բժիշկների հետ, որոնք տեղում փորձել են օգնեն, բնականաբար նույն վերաբերմունքը մենք ցույց ենք տալի Հայաստանում, եւ այս սոլիդարությունը, կոմպլեմենտար համագործակցությունը սկսվում է այն ժամանակ, երբ որ իրանց մեջ կա համագործակցություն եւ նետվորք։ Նախ առաջինը ՖԴՊ-ը տալու է այդ նետվորքը բոլորին։ Մյուս կարևոր հանգամանքը այստեղ նա է, որ դասախոսական անձնակազմը UEFA բժշկական կոմիտեի ներկայացուցիչներն են եւ UEFA բժշկական ծառայության ներկայացուցիչներն են։ Այդ երկու ծառայությունների մեջ կան մարդիկ, ովքեր եվրոպական շատ կարևոր համալսարանների սպորտային բժշկության, վերականգնողական բժշկության, վնասվածքաբանության ուղղությամբ համարվում են top մասնագետներ։ Այս ամեն ինչի հիմքում այնուամենայնիվ UEFA-ի կողմից կազմակերպված տարբեր մրցաշարերի ժամանակ, թե ֆուտբոլային ակումբների, թե ազգային հավաքականների դեպքում պատշաճ ներկայանալն է, առանց տուգանվելու, առանց որևէ խնդիր ստեղծելու, ճանաչելու հենց ֆուտբոլ սպეციფիկ վնասվածքները կամ խնդիրները, այդ առումով ֆուտբոլային բժշկության կրթական ծրագիրը եզակի հնարավորություն է տալիս մասնակիցներին։ Օրինակ մեր երկրում կա գլխուղեղի ցնցման չափորոշիչ, բայց ունենք նաև UEFA-ի կողմից հաստատված հենց գլխուղեղի ցնցման չափորոշիչ, որը բնականաբար չի ներառում հիվանդանոցային գործընթացը ֆուտբոլիստի բուժման, ներառում է դաշտում բժշկի կողմից առաջի բուժօգնությունը, մարզչական անձնակազմի վերաբերմունքը, մրցավարական անձնակազմի վերաբերմունքը, եւ սա այն եզակի հնարավորությունն ու բացառիկ հնարավորությունն է, որը նպաստում է, որ վերջին տարիներին մենք կարողանանք
ֆուտբոլային բժշկության համայնքը զարգացնել։ Այդ առումով նաև ապագային միտված մի ծրագրի մասին ասեմ, որ այս պահին ազգային բժշկական պալատի եւ առողջապահության ազգային ինստիտուտի փոխադարձ հուշագրով շատ շուտով նաև առողջապահության ազգային ինստիտուտում գործելու է նաև ֆուտբոլային բժշկության կամ սպորտային բժշկության fellowship ծրագիր։ Սա արել ենք նրա համար, որ բոլոր այն թիրախ մասնագիտությունների տերանձինք, վնասվածքաբանները, թերապևտները, ընտանեկան բժիշկները, նեյրովիրաբույժները, ովքեր ցանկանում են երկարաժամկետ պլաններ ունենալ ֆուտբոլի հետ, չթողնելով նաև իրենց հիվանդանոցային աշխատանքը, կարողանան 1 տարվա fellowship սովորելով եւ UEFA-ի համապատասխան գայդերով, ուսումնական նյութերով եւ եվրոպական պահանջներին համապատասխան կրթություն ստանալով դառնալ նաև ֆուտբոլային բժիշկ։ Ինքը եռափուլ է, FDEP 1, FDEP 2 եւ FDEP 3։ Մեզ մոտ գալիս է երկրորդ հատվածը, սա վնասվածքների հատվածն է, բնականաբար բնորոշ ֆուտբոլիստներին ունեցած վնասվածքներին։ Ուսումնական մասը երկու մասի է բաժանված, տեսական ուսումնական մաս եւ workshop-եր առանձին սենյակներում գործնական ուսումնական մասերով եւ արդեն փետրվարի 4-ին բոլորը հանձնելու են քննություն։ Յուրաքանչյուր մասնակից պիտի հավաքի 3 FDEP-ների վկայականները։ Այս տարի 2 մասնակից ունենք, մի դեպքում ես, մյուս դեպքում մեր բժիշկներից Անդրանիկ Ղարիբյանը, ովքեր հավակնում են 3-րդ վկայականը ստանալու եւ ունենալ արդեն UEFA ֆուտբոլային բժշկության կրթական ծրագրի ամբողջական վկայական։ Պետք է 3 վկայականները հավաքել, բայց զուգահեռաբար նաև հնարավորություն ստանալ UEFA կողմից Hat-Trick ֆոնդից տրամադրվող գումարը ծախսել հետագայում կասկադային ազգային մակարդակում ծրագրեր իրականացնելու համար։